Հակառուսական հայտարարություններով հաճախ աչքի ընկնող ՀՊԱ-ականներից Ալեն Սիմոնյանն այսօր Մոսկվայում ռուսական դիվանագիտության պատասխանատուին վստահեցրել է, թե հայ ժողովուրդն է սուր արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին։ Այսօրվա քաղաքական գործիչներին վաղագուցե այլ քաղաքական գործիչներ փոխարինեն։ Հայ հասարակությունն է, որ շատ բացասական է արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետև Մոսկվան կարևոր է, դաշնակից է եղել ու մնացել։ Այդ պատճառով ցավալի է լսել այդպիսի հայտարարություններ։ Ցավալի հայտարարություններ Ռուսաստանել են հասնում Հայաստանից։ Սերգեյ Լավրովը տարօրինակ է անվանել Երևանի օգնության ճիչը Եվրամիությանը։ Թե մեր երկրում սպասվող խորհրդանական ընտրություններին միջամտելու փորձեր է անում Ռուսաստանի Դաշնությունը։ Երբ դրսից ահազանգեր են հնչում, թե ինչ-որ մեկը պատրաստվում է խառնվել, ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանի Դաշնությանը, եւ երբ Երևանից կոչեր են հնչում ուղղված Եվրամիությանը, օգնեք մեզ թույլ չտալ այդպիսի միջամտություն, մեզ համար դա տարօրինակ է։ Լավրովը այս ակնարկը կիզահեգնանքով ձևակերպել է հյուսիսից առասպելական հարձակման նախապատրաստում։ Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերաբար հնչող հայտարարություններ Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող որոշ առասպելական հարձակումների, ՀԱՊԿ-ի կողմից գոյության սպառնալիքի մասին։ Այս շարքում կնշեմ նաև Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ պատմությունը խորհրդային շրջանում, այդ թվում հայրենական մեծ պատերազմում եւ հետխորհրդային շրջանում կասկածի տակ դնելու փորձերը։ Включая Великую Отечественную войну и постсоветского периода. Ալեն Սիմոնյանը նշելով, որ արձագանքում է Լավրովի բարձրացրած հարցերին, վստահեցրել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերություններով, Հայաստանում դրա վերաբերյալ այլ ընկալում չկա։ Միևնույն ժամանակ հասկանալի պատճառներով Հայաստանը պատերազմի ավարտից հետո փորձում է կարգավորել տարածաշրջանում իրավիճակը, ու դա իմ գնահատականով վատ չի ստացվել։ Մենք Ադրբեջանի հետ բարի լավ իմաստով բավականին առաջ ենք գնացել։ Սիմոնյանը կարծես ակնարկել է, որ իրենք հրաժարվել են հայ-ադրբեջանական բանակցություններում ռուսական միջնորդությունից, որովհետև Արևմուտքն է կարողացել օգնել իրենց խաղաղության հասնելու հարցում։ Քանի որ ելույթի սկզբում Լավրովը հիշեցրել էր հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հայտարարությունները։ Չեմ ուզում այստեղ այնպիսի ընկալում լինի, թե Հայաստանը ինչ-որ բան է անում Ռուսաստանի դեմ, իր դաշնակցի դեմ, չնայած նրան, որ իսկապես կան հարցեր, որոնք պետք է քննարկել։ ՀԱՊԿ-ի վերաբերյալ այդպես էլ պատասխան չստացանք, հայտարարել է Սիմոնյանը։ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հույս հայտնել, որ Երևանն ու Մոսկվան միասին կկարողանան գտնել լուծումը, որովհետև Ռուսաստանի արտգործնախարարը այս հանդիպման ընթացքում էլ է ուղիղ հայտարարել, Հայաստանը կամ ԵԱՏՄ-ի հետ է, կամ Եվրամիության։ Քննարկումները, թե ինչն է ավելի կարևոր եւ ինչն է ավելի շահավետ Հայաստանի համար, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների շարունակումը, թե Եվրամիության նորմերին ու չափանիշներին անցումը, ընթանում են։ Մենք դրանց հետևում ենք, բայց դուք գիտեք նաև մեր դիրքորոշումը։ Լավրովը նշել է, որ Հայաստանն ազատ է իր ընտրության մեջ, իրենք կհարգեն ցանկացած որոշում։ Միայն հույս է հայտնել, որ Հայաստանը հաշվի կառնի այն արդյունքները, որ ունեցել է վերջին 10 տարիներին, որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ։ 2015 թվականին համախառն ներքին արդյունքի ծավալը 10.5 միլիարդ դոլար է եղել, այսօր այն 26 միլիարդ դոլար է, 2.5 անգամ ավելացել է, դա պարզապես փաստ է, չեմ էլ փորձի այն մեկնաբանել։ Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրել է, իրենք դեմ չեն, որ իրենց դաշնակիցները զարգացնեն արտաքին կապերը։ Պարզապես Եվրամիության քաղաքականությունն է հետխորհրդային երկրներին կոնկրետ ընտրության առաջ կանգնեցնել, կամ մեզ հետ ես, կամ նրանց։ Ես ամենևին չեմ կասկածում, որ Երևանում քաղաքականության պատասխանատուները ամբողջությամբ իրենց հաշիվ են տալիս, որ այդ արշավները արվում են ծայրահեղ սադրիչ նպատակներով։ Այս հարցերին Սիմոնյանը չի անդրադարձել, բայց հույս է հայտնել, որ ԵԱՏՄ հարցով էլ իրենք կգտնեն որոշում, որ ձեռնտու է և Երևանին, և Մոսկվային։
Մենք չենք կարծում, որ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Կարծում ենք կարողանանք միասին գտնել լուծում, որ ձեռնտու կլինի երկու կողմերին։ Այս նախադասությունից հետո Սիմոնյանը թերթել է իր նշումները համոզվելու համար, որ ոչինչ բաց չի թողել։ Ծրագրողները լքել են հանդիպման սենյակը, որի փակ դռների հետևում է շարունակվել ըստ էության բոլոր փակագծերը բացած զրույցը։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։